Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, Հայաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնում։ Զինվորի կյանքին վտանգ չի սպառնում, նա հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է։ Բաքուն կրկին հաղորդում է, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի և Վերին Շորժայի դիրքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը պնդում է, թե մեջբերում պատասխան միջոցներ են ձեռնարկել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս հայտարարությունն, ինչպես նախորդ բոլոր օրերին հերքել է հրադադարը խախտելու Բաքվի բոլոր պնդումները։ Վերջին շաբաթներին սահմանամերձ Սյունիքի, Գեղարքունիքի ու Տավուշի համայնքների բնակիչները պարբերաբար ահազանգում են, ադրբեջանական կողմից կրակոցներ են լսվում։ Սրան զուգահեռ Ադրբեջանի նախագահ Ալիևն է հայտարարում, պատրաստ են փոքրիկ քայլեր անել խաղաղությունն ամրապնդելու համար։ Ալիևը նորից հիշեցրել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ինքը պահանջներ ունի Հայաստանից, այդ թվում երկրի սահմանադրության փոփոխությունը։ ԱՄՆ կոնգրեսի 25 անդամներից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու և Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու հարցով երկկուսակցական նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին։ Կոնգրեսականները պահանջել են նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել քաղաքականությունը, պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Վաշինգտոնն անհանգստացած է Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից չինացիների մասնակցության մասին հաղորդումներով։ Այս պատերազմում Չինաստանը Ռուսաստանի հիմնական հանցակիցն է, հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը, շեշտելով, այս երկու միջուկային տերությունների միջև համագործակցության շարունակությունը միայն կխորացնի միջազգային անկայունությունը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Զելենսկու խոսքով օրերս ուկրաինացի զինվորականները երկու չինացի զինվորականների են գերեվարել։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ այդպիսով Չինաստանը դարձել է երրորդ պետությունը Իրանից և Հյուսիսային Կորեայից հետո, որ անթաքույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։ Ազատ ոճի իմշամարտիկ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում։ 70 կիլոգրամ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոնը զիջել է աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բայևին։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն էլ դուրս է եկել եզրափակիչ և այսօր 5-րդ չեմպիոնության համար կպայքարի։